Բարի երեկո։ Եթերում է Հորիզոնի գլխավոր թողարկումը այսօրվա մեր ծրագրում։ Ամուր քաղաքական եւ զարգացող տնտեսական կապեր։ Հայաստանի եւ Լիբանանի նախագահների համատեղ հայտարարությունը։ Բանակցություններում կրկին անգամ հատուկ կարևորվեց երկկողմ առևտրի եւ ներդրումների խթանումը։ Հայ մշակույթը համաշխարհային քաղաքակրթության վկայություն։ Առաջին տիկնանց մշակութային այցելությունները։ Լիբանանյան մամուլը Միշել Սուլեյմանի այցի մասին ուղիղ միացում Հորիզոնի Բեյրության տաղավար։ Չարլզ Լոնսդեյը հրաժեշտ է տալիս։ Մեծ Բրիտանիայի դեսպանն ավարտել է առաքելությունը Հայաստանում։ Եվրոպայի բյուջետային նոր դաշնագիրը Եվրամիության ղեկավարները ճգնաժամից դուրս գալու ուղիներ են փնտրում։ Ի վերջո ինչպես է կործանվել ամերիկյան թռչող սարքը։ Թեհրանը պնդում է, թե խփել է այն, Վաշինգտոնը կասկածում է։ Ներքևից գալիս է վարորդն էլ վերևից էր գալի, կապ խփեց անցավ գնաց։ Խոշոր վթար Լոռու մարզկենտրոնում Վանաձորում բախվել են ՈՒԱԶ-ը եւ Գազելը։ Արտակարգ դեպ Ռուսաստանի մայրաքաղաքում Մոսկովյան մոլագարը դանակահարել է պատահական անցորդներին միացում Մոսկվայի տաղավար։ Հրդեհ շիրմատանը Ստեփանավանում անհայտ պատճառներով գերեզմանամերձ տարածքներ են այրվել։ Հուշաքարերը, որը որ արժե հարյուրավոր հազարավոր դոլարներ, տաքության հետ կտարակեինք, ջարդվեին։ Քարանձավների եւ մարդկանց մասին, ինչպես պահպանել բնության հուշարձանները, թեմատիկ քննարկում Հորիզոնի տաղավարում։ Քրեական գործ ոստիկանության փոխգնդապետի նկատմամբ, հատուկ քննչական ծառայության ամփոփագիրը։ Սկսենք բարձրաստիճան հյուրի հայաստանյան այցից։ Արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանում է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը։ Նրան այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Միջերկրականի ափին տարածվող այս փոքրիկ երկրում հայերի հետ առաջին շփումները դեռևս Տիգրան Մեծի կառավարման շրջանում էին, ապա նաև քրիստոնեության ընդունումից հետո, երբ Երուսաղեմ էին ուղևորվում ուխտավոր հայերի խմբերը։ Բայց հայերի մեծ համայնքը Լիբանանում վերջնականապես ձևավորվեց 20-րդ դարասկզբի հայոց ցեղասպանությունից հետո, երբ հարյուրավոր մազապուրց հայեր կարողացան հանգրվանել այս երկրում։ Դարավոր բարեկամությունն ու պատմամշակութային առողջությունները այսօր դիվանագիտական, քաղաքական ու այլ շփումների լավ հիմք են դարձել։ Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սուլեյմանը առաջին անգամ է Հայաստանում, բայց Լիբանանի հետ արդեն Հայաստանի երրորդ հանրապետության համագործակցային հարաբերությունները բավական երկար պատմություն ունեն։ Հենց այդ կապերի խորացման ու համագործակցության ամրապնդման համար նախագահ Սարգսյանը Լիբանանի իր պաշտոնակցին պարգևատրում է պատվոշքա նշանով։ Միշել Սուլեյմանն իր հերթին Հայաստանի իր պաշտոնակցին պարգևատրում Լիբանանի արժեքների բարձրագույն աստիճանիչքա նշանով։ Իսկ երկկողմ հարաբերությունները զարգացնելու հեռանկարները նախագահները նախ քննարկում են առանձնազրույցում, ապա նաև երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով նիստում։ Համագործակցության ոլորտները տարբեր են՝ քաղաքականությունից ու տնտեսությունից մինչև մշակույթ ու կրթություն։ Դրանց վերաբերող մինչ այժմ 30 փաստաթուղթ է ստորագրվել։ Այսօր այդ փաստաթղթային բազան ավելանում է եւս 7-ով։ Դրանց մեջ էական տեղը զբաղեցնում են տնտեսական համագործակցությանը վերաբերող պայմանագրերը։ Այսօր Լիբանանը հանդիսանում է 5-րդ ներդրողը Հայաստանում։ Այնուհանդերձ մենք դեռևս հեռու ենք մեզ բավարարող ցուցանիշներից, ուստի բանակցություններում կրկին անգամ հատուկ կարևորվեց երկկողմ առևտրի եւ ներդրումների խթանումը, երկու երկրների բիզնես շրջանակների միջև առավել սերտ կապերի հաստատումը։ Լիբանանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում այսօր էլ զգալի է հայ համայնքի դերը։ Պատահական չէ, որ Լիբանանի նախագահական պատվիրակությունում նաև հայ նախարար կա։ Այս ակտիվ մասնակցության շնորհիվ է, որ լիբանանահայությունը կարևոր կամուրջ կարող է դառնալ երկու երկրների միջև։ Մենք հպարտ ենք ծագումով հայ լիբանանցիների այն մեծ ավանդի համար, որ ներդրվել է Լիբանանի քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մշակութային կյանքում, շնորհիվ իրենց ձիրքի, արժեքների, որոնցով դաստիարակվել են։ Լիբանանը արաբական միակ երկիրն է, որտեղ 2000 թվականին խորհրդարանական մակարդակով ընդունվեց հայոց ցեղասպանությունը։ Իսկ ամեն տարի ապրիլի 24-ին Բեյրութում ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին նաև Լիբանանի քաղաքական վերնախավն է աջակցում։ Ուստի պատահական չէ, որ Միշել Սուլեյմանը ծիծեռնակաբերդ է այցելել, ծաղկեպսակ դրել Եղեռնի զոհերի հուշակոթողին, լռության րոպեով հարգել նրանց հիշատակը, շրջել ցեղասպանության թանգարանում։ Պաշտոնական այցելությունների հուշամատյանում այժմ նաև Միշել Սուլեյմանի գրառումը կա, իսկ հիշողության պուրակում ավելացել է նրա տնկած եղևնին։
Հայաստանի եւ Լիբանանի նախագահների քննարկումների օրակարգում նաեւ հատուկ տեղ է հատկացվում հակամարտությունների խնդրին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղին։ Նախագահ Սարգսյանը ուշադրություն է հրավիրում այն հարցին, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է Ղարաբաղյան կոնֆլիկտը միջկրոնական հակամարտության դաշտում ներկայացնել, իսկ դրա համար նաեւ իսլամական համաժողով կազմակերպության շրջանակն է օգտագործվում։ Կարծում եմ հայ ժողովրդի պատմության եւ նաեւ հակամարտության պատճառներին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում անհնար է հավատալ նման անհեթեթությանը։ Այնուհանդերձ նման մոտեցումը համարում ենք խիստ վտանգավոր, քանի որ կան նաև այդ մանրամասներին անծանոթ շրջաններ եւ նման հակահայկական քարոզությունը կարող է անհետևանք չանցնել։ Այս հարցում եւս կարեւոր է բարեկամ պետությունների անաչառ եւ անկողմնակալ կեցվածքը, քանզի յուրաքանչյուր անհավասարակշիռ քայլ նպաստում է տարածաշրջանային փխրուն հավասարակշռության եւ կայունության խախտմանը։ Հաճախ այդ հարցը իրոք առաջացել է իսլամական համաժողովում։ Լիբանանի դիրքորոշումը միշտ այն է եղել, որ մենք դեմ ենք այդ կազմակերպությունում ընդունել որևէ որոշում, որը քննադատության կենթարկի Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին։ Մեր դիրքորոշումն այն է, որ այդ հարցը պետք է կարգավորվի միջազգային օրենքներով ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Հայաստանի եւ Լիբանանի հարաբերությունները կարող են ընթանալ ոչ միայն երկկողմ, այլև միջազգային ձևաչափով։ Իդեպ նախագահների այսօրվա քննարկումներում անդրադարձ եղել է նաեւ արաբական երկրներում տեղի ունեցող փոփոխություններին, նաեւ երկխոսության մշակույթի ամրապնդման ու համատեղ գոյակցությանը, դիմագրավելու ծայրահեղության եւ ռասիզմի բոլոր դրսեւորումներին։ Միշել Սուլեյմանի գլխավորած պատվիրակությունը դեռ Հայաստանում է, բայց այսօր նախագահական նստավայրից հեռանում է արդեն Բեյրութում Հայաստանի նախագահի ղեկավարած պատվիրակությանը տեսնելու ակնկալիքով։ Քրիստինե Ալագուլյան, Վահե Պողոսյան, Հորիզոն։ Բայց մինչև հեռանալը Լիբանանի նախագահն այսօր այցելել է նաև Հայաստանի խորհրդարան եւ հանդիպել պարլամենտի խոսնակ Սամվել Նիկոյանի հետ։ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ կանի հնարավորը, որպեսզի փոխգործակցությունը երկու երկրների միջև ավելի խորանա եւ զարգանա։ Լիբանանի նախագահը համոզմունք է հայտնել, որ նոր խոսնակի ղեկավարության օրոք հայ-լիբանանյան միջխորհրդարանական գործակցությունը կշարունակի զարգանալ եւ ամրապնդվել։ Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացները։ Իսկ Հայաստանի եւ Լիբանանի առաջին տիկնայք այցելել են ազգային պատկերասրահ։ Լիբանանի առաջին տիկնոջը թանգարանի տնօրենը ծանոթացրել է հայ արվեստի պատմությանը, ցուցադրել է անվանի նկարիչների աշխատանքները։ Վաֆա Սուլեյմանը գրառումների մատյանում հուշագրություն է թողել ներկայացված ցուցանմուշները համարելով հայ ժողովրդի քաղաքակրթության լավագույն վկայություններ։ Առաջին տիկնայք այցելել են նաև Փարաջանովի տուն թանգարանը, որը մեծ տպավորություն է թողել բարձրաստիճան այցելուների վրա։ Եվ շարունակելով թեման տեղափոխվենք Բեյրութ։ Այդ քաղաքը, որն անվանում են Մերձավոր Փարիզ, կարելի ասել հարազատ է դարձել հայերի համար, դժվար պատմություն ունի Լիբանանի մայրաքաղաքը եւ հայերը կիսել են այդ դժվար պատմությունը։ Այժմ Բեյրութում է Շիրազ Ջերեջյանը։ Լսում ես ինձ, Շիրազ։ Բարև Արմեն։ Բարի օր։ Ուզում եմ միանգամից հարցնել, արդյոք արձագանքներ կան Բեյրութում լիբանանահայերի շրջանում եւ ընդհանրապես մամուլը օրինակ անդրադարձել է այս այցին։ Արմեն, նախ ասեմ, որ Լիբանանի Հանրապետության արտերկրյա այցելությունները ոչ միշտ կարժանանան մամուլու առաջին էջերուն եւ կամ Լիբանանի լրատվամիջոցներու, հեռուստաալիներու, ռադիոներու առաջին լուրերուն։ Երբ նախագահը շատ այլ երկիրներ այցել է, ապա լրատվամիջոցները այդ այցելություններուն կանդրադառնան իբր երկրորդական կամ նույնիսկ երրորդական լուր։ Սակայն Հայաստան այցելության բարակային Լիբանանի գրեթե մամուլի բոլոր օրաթերթերը լրատվամիջոցները իրենց առաջին լուրերուն մեջ անդրադարձան նախագահ Սլեյմանի Հայաստան այցելության, բնականաբար նկատի առնելով Երևան-Բեյրութ երկկողմանի գաբերը, մամուլը ընդհանրապես կգետրոնանա Լիբանանի 3 մագարտակներու վրա, առաջինը այցելության մագարտակին վրա, կոհացում կա այդ այցելության կապակցությամբ, մանավանդ որ վերջին քանի տարիներուն փոխադարձ այցելությունները գրեթե սարած էին, իսկ վերջին 2 տարիներուն է որ վերաշխուժացան,
Հայաստանի խորհրդարանի նախագահը, արտաքին գործոստնախարարը եւ նախարարներ Բեյրութ այցելեցին, Լիբանանի խորհրդարանի նախագահը եւ այժմ նախագահը Հայաստան այցելեցին, այս կապակցությամբ կոհացում կա։ Երկրորդ մագարտակը, որում մասին կխոսի լիբանանյան մամուլը այսօր, այդ քաղաքական մագարտակն է, դարձյալ կոհացում կա քաղաքական փոխադարձ զորակցության համար լիբանանյան մամուլը մասնավորապես կշեշտի այն կետը, որ Լիբանան Հայաստանին գզորակցի նախ ցեղասպանության առումով ջանցած է ցեղասպանությունը, իսկ երկրորդ Ղարաբաղյան հարցի առումով Հայաստանին գզորակցի թե միջազգային գազམ་ագերբության մեջ եւ թե իսլամական համագործակցության գազམ་ագերբության ժողովներուն ընթացքին։ Իսկ անդրադարձի երրորդ մագարտակը լիբանանյան մամուլի այդ փոխադարձ տնտեսական համագործակցության մագարտակն է։ Այստեղ լիբանանյան մամուլը այսօր գշեշտե լիբանանահայության կարևորության մասին, Լիբանանյան մամուլին համաձայն լիբանանահայությունը գամուրջ պետք է դառնա Լիբանանի եւ Հայաստանի միջև, բայց մամուլը լիբանանյան այստեղ մի քանի առաջարկներ կներկայացնի այսօր, առաջարկները մեկը գոչկուղ է ավելի հեշտացնելու փոխադարձ օրենքները, որովհետեւ ավելի թյուրին լա փոխադարձ ներդրումներ կատարել եւ կգետրոնանա նաեւ սպոսաշրջության վրա, որովհետեւ լիբանանցիները ընդհանրապես կսիրեն պատմական եւ գրոնական սպոսաշրջությունը եւ Հայաստան այդ առումով շատ լավ վայր կնկատվի, հետեւաբար լիբանանյան մամուլը կգետրոնանար այդ կետին վրա, որ ինչ որ ծևերով համաձայնագրերով, որոնց մի քանին ստորագրվեցան այսօր, պետք է հեշտացնել լիբանանցիներու Հայաստան այցելությունը, ոչ միայն լիբանանահայերու, այլ նաեւ լիբանանցիներու։ Արմեն։ Լավ, շատ շնորհակալություն Բեյրութում էր Շիրազ Ջերեչյանը, անցնենք միջազգային լրատվության, միջազգային հանրության ուշադրությունն այսօր գանված էր Բրյուսելին, որտեղ կայացավ, այսպես ասենք, Եվրոպայի փրկության գագաթնաժողովը։ Ողջ անցյալ գիշերվա ընթացքում Եվրամիության երկրների ղեկավարները 10 ժամ շարունակ քննարկում էին, թե ինչպես հաղթահարել եվրոպական ճգնաժամը։ Ի վերջո, 27 պետություններից 26-ը համաձայնեց ավելի սերտ համագործակցության։ Միայն Մեծ Բրիտանիան համառորեն չցանկացավ միանալ նոր պայմանավորվածություններին եւ արճակատում այնտեղ հասավ, որ երբ Դեյվիդ Քեմերոնը ի նշան հաշտության ձեռքը մեկնեց Նիկոլա Սարկոզին, Ֆրանսիայի նախագահը ցուցադրաբար թեքվեց եւ սկսեց խոսել հավաքի մեկ այլ մասնակցի հետ։ Մեր միջազգային տեսաշարը։ Եվրոպացիները Բրյուսելում համաձայնել են ստորագրել բոլորովին նոր համաձայնագիր, որի էությունը սա է. Եվրագոտու բոլոր անդամները եւ այն պետությունները, որոնք կցանկանան միանալ ապագա փաստաթղթին, պայմանավորվում են իրականացնել հարկային եւ բյուջետային միասնական կարգավորում, այսինքն, եթե որևէ երկիր գերազանցում է բյուջեի դեֆիցիտի սահմանված մակարդակը, այդ կառավարության նկատմամբ Եվրամիությունը անմիջապես պատժամիջոցներ է կիրառում։ Սա պետք է բացառի Հունաստանի եւ Իտալիայի նախադեպերի կրկնությունը։ Սակայն Դեյվիդ Քեմերոնը անդրդվելի է մնացել եւ պնդել, թե թույլ չի տա, որ Եվրամիությունը միջամտի բրիտանացիների ներքին գործերին։ Նիկոլա Սարկոզին իր հերթին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի առարկությունները անընդունելի են, ինչից հետո Քեմերոնը եզրափակել է. Հաջողություն ենք մաղթում նրանց, ովքեր նոր պայմանագիր են ստորագրել, բայց մեր ճանապարհները տարբեր են։ Այս նույն գագաթնաժողովում Խորվաթիան համաձայնագիր է ստորագրել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Այսպիսով, Եվրամիության անդամների թիվը 2013 թվականի հուլիսին կդառնա 28։ Ճիշտ է, մինչ այդ Խորվաթիայում հաջորդ տարի պետք է դեռ հանրաքվե անցկացվի այս հարցով, բայց սպասվում է, որ խորվաթների մեծամասնությունը կասի իր այոն։ Նույնիսկ հիմա, երբ Եվրամիությունը ճգնաժամի պատճառով այնքան էլ գրավիչ չի թվում, այդ կազմակերպությանն անդամակցության օգտին է արտահայտվում խորվաթների 60%-ը։ Երեկ Զագրեբում անդամակցության հակառակորդները փորձեցին ցույց կազմակերպել, բայց եկավ ընդամենը մի քանի մարդ։ Ավելի քան 90 մարդ է զոհվել այսօր Հնդկաստանի Կալկատա քաղաքի մասնավոր հիվանդանոցներից մեկում ծագած հրդեհի արդյունքում։ Հրշեջների վկայությամբ կրակն ամենայն հավանականությամբ բռնկվել է շենքի նկուղում եւ անմիջապես տարածվել դեպի վեր։ Հիվանդները եւ բժշկական անձնակազմը պարզապես չեն հասցրել դուրս պրծնել այրվող շինությունից։ Լիբանանի հարավում այսօր ճանապարհին տեղադրված ականի պայթյունից վնասվել է ՄԱԿ-ի ֆրանսիացի խաղաղապահների մեքենան, վիրավորվել է առնվազն 6 զինվոր եւ քաղաքացիական անձ։ 2006 թվականից հետո, երբ ավարտվեցին Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանում գործող Հեզբոլլա կազմակերպության դեմ, այդ երկրում տեղակայվել է 12,000 խաղաղապահ։
Ուկրաինացի կիսամերկ կանայք, որոնք պարբերաբար ակցիաներ են կազմակերպում տարբեր երկրներում, այսօր Մոսկվայի կենտրոնում էին բողոքում խորհրդարանական ընտրությունների խախտումների եւ ընդդիմության նկատմամբ հետապնդումների դեմ։ Ոստիկաններին ի վերջո հաջողվեց մեկուսացնել նրանց, բայց գլխավոր միջոցառումը Մոսկվայում իհարկե վաղն է լինելու։ Ընդդիմության հանրահավաքին սոցիալական ցանցերում արդեն պատրաստակամություն է հայտնել մասնակցել 45,000 մարդ։ Լոս Անջելեսում տեղի ունեցավ Անջելինա Ջոլիի նոր կինոնկարի շնորհանդեսը։ «Արյան եւ Մեղրի երկիրը» ֆիլմը պատմում է Բոսնիայի պատերազմի մասին։ Ավելի շուտ ժապավենը սերբ զինվորի եւ բոսնիացի աղջկա դժվար սիրո մասին է։ Այս ֆիլմը կարելի է ընտանեկան անվանել։ Բացի այն, որ Անջելինա Ջոլին հանդես է եկել որպես ռեժիսոր եւ սցենարիստ, կինոնկարում խաղում են նաեւ նրա չգրանցված ամուսինը Բրեդ Փիթը եւ հայրը օսկարակիր դերասան Ջոն Վոյտը։ Այն, ինչ դուք տեսնում եք հիմա, կարող է ֆանտաստիկ թվալ, բայց մասնագետները պնդում են, որ ժամանակակից տեխնիկան արդեն հնարավորություն է տալիս բնակարանի սենյակում նստած հայտնվել ամենաանսովոր միջավայրում։ Այսինքն, ձեր սենյակը հանկարծ վերափոխվում է եւ դուք ինքներդ դառնում եք կատարվողի մասնակիցը, գլխավոր հերոսը։ Որ մի տնային տնտեսուհին, դիտելով սերիալները, չի երազել մտնել այդ սերիալի մեջ։ Եվ վերջապես սպորտի մասին, ավելի ճիշտ քաղաքական սպորտի։ Չինաստանում այս շաբաթ նշվեց այսպես կոչված պինգ-պոնգի քաղաքականության 40-ամյակը։ 1971 թվականին, երբ Չինաստանի եւ Ամերիկայի հարաբերությունները լարված էին, ամերիկացի թենիսիստների թիմը առաջին անգամ ժամանեց Պեկին, ինչից էլ սկսվեց հալոցքը, որի արդյունքում ի վերջո վերականգնվեցին երկու հսկաների դիվանագիտական հարաբերությունները։ Իսկ այժմ շաբաթվա առեղծվածի մասին։ Հիշում եք իհարկե, որ Հայաստանի անկախության տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին հայաստանյան անօդաչու ինքնաթիռները։ Այս շաբաթ բոլորը խոսում էին ամերիկյան անօդաչու ինքնաթիռի մասին, որը բնականաբար հայկականից շատ ավելի բարդ է։ Քիչ հետո կտեսնեք։ Իրանցիները հայտարարեցին, թե խփել են ամերիկյան, այսպես ասած, լրտեսական կամ հետախուզական թռչող սարքերից մեկը եւ նույնիսկ 3 ցուցադրեցին այն իրենց պետական հեռուստատեսությամբ։ Բայց դրանից հետո ամերիկյան կողմից բազմաթիվ հարցեր ծագեցին, որոնց պատասխանները առայժմ չկան։ Այժմ Լոս Անջելեսի ստուդիայում է Դերենիկ Յափուջյանը։ Դերենիկ, բարի երեկո։ Լսում ես։ Բարի երեկո, Արմեն։ Այո։ Դերենիկ, Ամերիկայում տեսել են, չէ, այդ Իրանի ցուցադրած ամերիկյան թռչող սարքը, բայց երևի չեն կարող, չէ, հերքել, որ դա ամերիկյան հենց լրտեսական օդանավ է, բայց ինչ որ հարցեր մնացին, չէ։ Այո, Արմեն։ Ինչպես ասացիր, 3-5 շաբթի օրը Պարսկական պետական հեռուստատեսությունը ամբողջ աշխարհին ցուցադրեց ամերիկյան հետախուզական անմարդ ինքնաթիռը, որը ըստ իրենց ցած է բերվել Պարսկաստանի հակօդային ուժերի հատուկ գործողություններով։ Ամերիկյան կողմը ընդունում է, որ մի քանի օր առաջ կորցրել է RQ-170 Sentinel կոչվող հուժգաղտնի անմարդ անտեսանելի ռադարների համար հետախուզական մեկ օդանավ, բայց բացառում, որ այն ցած է բերվել Պարսկաստանի հակօդային ուժերի կողմից։ Ըստ ամերիկյան պաշտոնյաների ամենահավանականն այն է, որ օդանավը վթարի պատճառով կորցրել է իր կառավարումը եւ հայտնվել Պարսկաստանում։ Հիմա խնդիրը այն է, որ հեռուստատեսությամբ ցուցադրված հետախուզական օդանավը, ինչպես բոլորս տեսանք, համարյա անվնաս է։ Եթե նրանք հարված էին ինքնաթիռին, ասում են ամերիկացի պաշտոնյաները, ապա այն կտոր կլիներ, իսկ այլ կերպ վերել նրան հնարավոր չէ։ Իդեպ Արմեն ասեմ, որ երբ ամերիկյան մամուլում ասվում է պաշտոնյա առանց նշելու թե որ կազմակերպության, ուրեմն դա շատ հավանաբար CIA-ի կամ մի ուրիշ գաղտնի կազմակերպության պաշտոնյա է։ Ավելին, այս եւ նմանատիպ հետախուզական ինքնաթիռները կառուցվում են CIA-ի միջոցներով։ Ինչևից է, իսկ հակառակորդները այս կարծիքի ասում են, որ ինքնաթիռը թռչում էր 15 կիլոմետր եւ ավելի բարձրությամբ, եւ եթե այն թեկուզ եւ ինքն իրեն ընկներ, ապա միևնույնն է կտոր կլիներ կամ գոնե այս վիճակում չէր լինի։ Անկախ պատճառներից, թե ինչպես է ինքնաթիռը հայտնվել Պարսկաստանում, մի բան ակնհայտ է, Արմեն, որ ամերիկացիները ագրեսիվորեն լրտեսում են Պարսկաստանի տարածքը։
ինչպես իրենք են ասում, պարզելու համար, թե որքան է նրանք մոտ ատոմական զենք կառուցելուն։ Իսկ Պակիստանը բնականորեն շահգործում է այս առիթը մեկ անգամ եւս աշխարհին ցույց տալու, հիմա արդեն փաստով, Ամերիկայի ագրեսիվ դեմքը։ Պարսկական կառավարությունը պաշտոնական բողոքի նոտա է ներկայացրել շվեյցարական դեսպանատուն, քանի որ ամերիկյան դեսպանատուն Պարսկաստանում չկա, խախտելու համար իրենց սուվերեն երկրի օդային սահմանները։ Վերջում էլ ամենահետաքրքիրը Արմեն։ Այս ամենի ընթացքում պարսկական պաշտոնյաներից մեկը կարծես իմիջիալոց հայտարարեց, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկություն են հայտնել քննելու ամերիկյան հետախուզական ինքնաթիռը։ Արմեն, շնորհակալություն շատ վճարի նայել առաջինը կքննես երևույթին։ Հասկանալի է, բայց այնուամենայնիվ իմ կարծիքով մութ մնաց այդ պատմությունը, ինչպես այդ ինքնաթիռը անվնաս կերպով հայտնվեց իրանական կողմի մոտ։ Ես չհասկացա, ճիշտն ասած, եւ ես շատ միամիտ, բայց անձնական կարծիք ունեմ այդ վերաբերյալ Արմեն։ Ինձ թվում է ամերիկացիք դիտմամբ են ուղարկել այդ ինքնաթիռը այդպես որ հասնեն այնտեղ։ Չգիտեմ ինչ պատճառով, բայց դա կլինի մի ենթադրությունը։ Շարունակում ենք մեր ծրագիրը, իսկ այժմ դիվանագիտական փոփոխությունների մասին։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը ավարտեց իր առաքելությունը Երևանում եւ այսօր նրան ընդունել է Հայաստանի վարչապետը։ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը Հայաստանում։ Չարլզ Լոնսդեյլը նշել է, որ Մեծ Բրիտանիան մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին։ Ավելացնենք, որ այս դեսպանին փոխարինելու է երկու դեսպան։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Երևան է գործուղում երկու դիվանագետի, կինը եւ ամուսինը փոխնի փոխ կկատարեն դեսպանի պարտականությունները։ Իսկ այժմ թեմատիկ վերլուծություններ, ճիշտ ասած այլ թեմա էինք ուզում շոշափել, նույնիսկ անոնսում դա հայտարարեցինք, բայց գիտեք, վաղը աշխարհում նշվելու է մարդու իրավունքների օրը։ Եվ քանի որ շաբաթ օրը հնարավորություն չենք ունենալու մանրամասն անդրադառնալ այդ թեմային, մենք Արամ Աբրահամյանի հետ ի վերջո որոշեցինք, ինչպես ասում են, մի փոքր առաջ ընկնել ժամանակից եւ այսօր խոսել հավերժական թեմայի շուրջ։ Արամ, տես, հայաստանցուն հուզող հիմնական հարցերից մեկը սա է։ Բոլոր իրավունքները շատ լավ միտեղ արձանագրված են, հիմնականում սահմանադրությունում եւ այլ օրենսդրական ակտերում։ Բայց երբ ես նայում եմ իրականությանը, տեսնում եմ, որ բոլորովին այլ պատկեր է։ Ճիշտ է, չգիտեմ որքանով դա քեզ կսփոփի, բայց ասեմ, որ ոչ միայն Հայաստանում է այդպես, այլև աշխարհի բոլոր երկրներում։ Արի նայենք ըստ ոլորտների, հա։ Եթե խոսքը ենթադրենք, մարդը իրավունք ունի աշխատանքի։ Հիմա աշխատանք չկա։ Բայց արի մյուս կողմից նայենք։ Եթե պետությունը քեզ պետք է առաջարկի աշխատատեղեր, դա մի բան է։ Պետությունը քեզ պետք է երաշխավորի աշխատելու իրավունք, ոչ թե բաժանի աշխատատեղեր, ինչպես որ մարդիկ սովորաբար սպասում են հետխորհրդային սինդրոմով, հա։ Եվ վստահ եմ, որ կան մարդիկ, որոնք պարզապես չեն ուզում աշխատել, կամ ուզում են անպայման լինել նախարար կամ օլիգարխ, բայց խոսքը այդ մարդկանց չէ, տեղերի մասին է խոսքը։ Ես ունեմ աշխատանքի իրավունք, այդ իրավունքը գրպանումս դրված է։ Մի բան, որ գրպանումս դրված չի, դա աշխատանքն է պարզապես։ Եվ ոչ թե նրա պատճառով, որ ես չեմ ուզում աշխատեմ, այլ պարզապես, որովհետև իմ մասնագիտությամբ ինձ ոչ մեկ չի ուզում վերցնել։ Այո, կա այդպիսի բան, կա այդպիսի խնդիր, ես կարծում եմ ոչ միայն Հայաստանում։ Մնացած ոլորտները վերցնենք։ Իմիջիալոց կան նաև մարդիկ, որոնք անպայման ուզում են աշխատեն ինչ որ ամպից ենկոմ ինչ որ աշխատավարձերով, էդ էլ կա։ Մնացած ոլորտները։ Այո, խղճի ազատության տեսակետից, ինչպես նաև կնոջ եւ տղամարդու, ասենք, իրավունքների տեսակետից այս 20 տարում շատ բան է արվել։ Առողջապահության, կրթության ոլորտներում հսկայական խնդիրներ կան, որոնք ավելի շուտ սոցիալ-տնտեսական ոլորտ են։ Խոսքի ազատության, ցույցերի ազատության առումով, այո, հետխորհրդային տարածքը ամենախոցելին է, Ռուսաստանը վերջերս տալիս է դրա ամենավառ օրինակները։ Բայց ես կարծում եմ, որ վերջին 2 տարում այստեղ որոշակի առաջընթաց գրանցվել է։ Այդպես որ չի կարելի ասել, որ Հայաստանում խախտվում են մարդու իրավունքներ ընդհանրապես, որովհետև դրանք ընդհանրապես խախտվում են եւ Միացյալ Նահանգներում, եւ Եվրոպայում, եւ ամենուր։ Եթե չխախտվեին, այնտեղ այդքան շատ իրավապաշտպաններ չէին լինի։ Լավ, շատ շնորհակալություն, Արամ Աբրահամյանն էր այսօր ստուդիայում։
Հիմա տեղափոխվենք Մոսկվա։ Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ այն, ինչ հաճախ մենք տեսնում ենք միայն սարսափ ֆիլմերում։ Պատկերացրեք, որ պարզապես քայլում եք փողոցով եւ հանկարծ դուրս է վազում դանակով զինված մի մարդ եւ առանց որևէ խոսք արտասանելու պարզապես հարձակվում է ձեզ վրա։ Այսպիսի տեսարան այսօր կարելի է դիտել Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցում։ Այնտեղ է հիմա Վահե Ավանեսյանը Մոսկվայում է։ Վահե, միանգամից ուզում եմ պարզապես հարցնել, անսովոր բան է, ինչ է պատահել։ Արմեն, որևէ բացատրություն այս պահին դժվար է տալ, ուղղակի կարելի է ներկայացնել քրոնոլոգիան եւ երևի թե որոշ եզրակացություններ դրանից պարզ կլինի։ Բայց մինչ այդ ուզում եմ միանգամից նշել, որ քիչ առաջ ստացվեց տեղեկություն, որ վիրավորվածներից արդեն երկրորդ կինը մահացավ 75-ամյա Մարիա Գլեբովան, նա 3 դանակի հարվածներ էր ստացել կրծքավանդակի հատվածում, ստամոքսում եւ արյան կորստի պատճառով նրան պարզապես չեն կարողացել փրկել։ Իսկ այսօր ժամը 3-ի կողմերում այդ երիտասարդը 27-ամյա Ալեքսեյ Արբուզովը դուրս է եկել իր բնակավայրից, նա բնակվում է Մոսկվայի հյուսիսային թաղամասում, Մեդվեդկովո թաղամասում, ծագումով Յակուտիայից է եւ գրանցված է Մերձ Մոսկովյան Շոլկովո քաղաքում։ Նա դուրս է գալիս իր բնակավայրից, շենքից եւ ուղղվում է հարևան շենքում գտնվող դեղատուն։ Այնտեղ նա ցանկացել է գնել նուրաֆեն եւ ցավազրկող մի դեղ, որի անունը չեմ ուզում տալ, որովհետեւ նուրաֆենի հետ համակցելով դա տալիս է թմրանյութի էֆեկտ։ Եվ այդ դեղանյութերը միասին, երբ նրան հրաժարվել են վաճառել, նա դանակը հանել եւ հարվածել է դեղավաճառին։ Այնուհետև դեղատանը եւս մի քանի տարեց կանանց հարվածելուց հետո դուրս է եկել եւ ուղղվել դեպի իր բնակավայրը եւ ճանապարհին նա հասցրել է միանգամից վիրավորել, արդյունքում նաեւ սպանել 2 հոգու, վիրավորել է ընդհանուր թվով 9 հոգու։ 9 հոգու վիրավորել եւ 2 հոգու սպանել է, 11 հոգի նրա զոհն են դարձել եւ իր բնակարանում նա փորձել է թաքնվել, բայց տեղ հասած ոստիկանները նրան հեշտությամբ կալանավորել են եւ տարել ոստիկանություն, այնուհետև հիվանդանոց, որպեսզի պարզեն նրա վիճակը։ Ենթադրաբար նա թմրանյութերի թմրամոլ է այդ պահին, բայց հարբած չի եղել եւ ասում են, որ սա պարզապես ագրեսիայի նոպա է նրա մոտ առաջացել, նախկինում նույնպես ասում են, որ իր մոտ այդպիսի նոպաներ եղել են եւ ինքը հիվանդանոցերում այդ պատճառով մի քանի անգամ հայտնված է եղել։ Սարսափելի պատմություն, լավ շնորհակալություն Վահե Ավանեսյանն էր Մոսկվայում։ Եվ էլի կրիմինալի մասին, այս անգամ խոսքը, այսպես ասած, ներքին կրիմինալի մասին է Հայաստանի ոստիկանության համակարգում։ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարած ստուգման արդյունքների հիման վրա հարուցվել է քրեական գործ Կոտայքի մարզային քննչական բաժնի պետի կողմից պաշտոնեական լիազորությունները գերազանցելու դեպքի առթիվ։ Ստացված նյութերի համաձայն ոստիկանության փոխգնդապետը բռնություն է գործադրել իր ենթակայության ներքո աշխատող քննիչի նկատմամբ, ստորացրել նրա պատիվը եւ արժանապատվությունը, կասկածելով նրան հանցագործություն կատարելու մեջ։ Ու եւս մեկ լուր հատուկ քննչական ծառայությունից ավարտվել է ճանապարհային ոստիկանության պետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մինչ դատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը իր պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ, էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան ըստ էության քննելու համար։ Գործից մաս է անջատվել ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է։ Իսկ այժմ արտակարգ պատահարների մասին։ 3 ուշ երեկոյան խոշոր վթար է տեղի ունեցել Վանաձորում։ Լենինգրադյան փողոցի սկզբնամասում բախվել են մարդատար ՈՒԱԶ եւ բեռնատար Գազել ավտոմեքենաները, վթարի վայրում նաեւ հրդեհ է բռնկվել։ Երեկ երեկոյան ժամը 23-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Լենինգրադյան փողոցում միմյանց են բախվել ՈՒԱԶ մակնիշի եւ բեռնատար Գազել մակնիշի ավտոմեքենաները։ Ինչքան բռնել ես, այսքան բռնել, տալիս գնեն ընդ։ Այս մեղավորը ոչ թե ես եմ, դու ես ցավը։
Ժամը 23:00-ի սահմաններում ավտոմեքենաները բախվել են միմյանց, նյութական վնաս, մարմնական վնասվածք չունենք, վարչական վարույթ է իրականացվել։ Բախումն այնքան ուժգին է եղել, որ գազելմակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը, ինչի արդյունքում ամբողջությամբ այրվել է։ Ես ներքևից գալիս ես, վարորդն էլ վերևից էր գալի, կապ խփեց անցավ գնաց։ Կարևորը մարդու բան չի եղել, թե չէ շեշտեք սարքվի։ Հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, վթարի տեղում աշխատում էր նաև ճանապարհային ոստիկանությունը։ Գևորգ Դերցյան, Վազգեն Մինասյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, Հորիզոնի համար։ Եվ մի լուր էր Ստեփանավանից, թվում էր, թե այս ձմեռային եղանակին հրդեհների մասին չպետք է հաճախ խոսեինք, բայց վերջին օրին խոտածածկ տարածքների հրդեհման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Այսօր նման մի դեպք էլ Ստեփանակերտում է տեղի ունեցել, այրվել են քաղաքային գերեզմանատան խոտածածկ տարածքները։ Ֆորտունա մարզային հեռուստատեսության մեր գործընկերները կրկին ներկայացնում են։ Հրշեջ փրկարարական մեքենան այս անգամ շտապում է Ստեփանավանի քաղաքային գերեզմանատանը բռնկված հրդեհը մարելու։ Կրակը առաջինը նկատել է հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար մայոր Արայիկ Ասատրյանը։ 15:00-ի սահմաններում նկատեցի, որ քաղաքային գերեզմանոցում մեծ հրդեհ է բռնկվել։ Մենք ահազանգ չենք ուզել, ես անմիջապես ահազանգել եմ իմ տղաներին, նշում եմ մեքենայով հրշեջները ժամանեցինք։ Գերեզմանոցի տարածքը սակայն հարմար չէր մեքենայի մոտեցման համար։ Այդ իսկ պատճառով հրդեհաժիժման աշխատանքները կազմակերպվեցին հրշեջների ուժերով։ Գերեզմանատանը մոտ ապրող բնակիչների խոսքերով հրդեհի բռնկման պատճառ է եղել գերեզմանոցը մաքրող մարդկանց անփույթ վերաբերմունքը։ Բնակիչներին խնդրեի, որ երբ որ իրանք ուրեմն գալիս մաքրում են այդ մաքրածը, բերեն այնտեղ մուտքի մոտ, այնտեղից մենք մեքենայով հեռացնում ենք։ Իսկ ինչ հետևանքներ կարա թողնի դա։ Կայրվի ծառը, ծառը եթե ընկնի քարի վրա, կջարդի այդ քարը, որն արդեն մի քանի հազարներ արժե։ Ուշաքարերը, որը որ արժե հարյուրավոր հազարավոր դոլարներ, տակության հետ կտրակեին, կջարդվեին։ Չհաշված այս ծառները, որ եթե վառվեն ու ունեն նորից էլ մեծ վնաս է հասցնում, սա սրբության վայր է, սրբատեղ է մեր ժողովրդի համար։ Գերեզմանատան տնօրենի խոսքերով վերջին օրերին քաղաքի գերեզմանատներում հաճախակի կրկնվել են տարածվող հրդեհները, որոնք սակայն արագ մարվել են։ Արմինե Բալայան, Ազգանուշ Մկրտչյան։ Ստեփանավանից տեղափոխվենք Ստեփանակերտ, չմոռանանք, որ դեկտեմբերի 10-ը ոչ միայն մարդու իրավունքների, այլև Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեի եւ սահմանադրության օրն է։ Այդ առիթով այսօր գիտագործնական կոնֆերանս է տեղի ունեցել Արցախի խորհրդանի դահլիճում։ Այս երկու իրադարձությունները եւ 91 թվականի դեկտեմբերի 10-ին եւ 2006 թվականի նույն դեկտեմբերի 10-ին պետք է ասել, որ դա նույն ճանապարհի երկու կարևոր հանգրվաններն են եւ այդ երկու կարևոր հանգրվանների, այդ հոբելյանների կերտողը եղել է մեր ժողովուրդը։ Ու մի փոքր բնապահպանական խնդիրների մասին խոսենք, այսօր Երևանում քննարկվել են հայաստանյան քարանձավների հետ կառնչվող հարցերը։ Ահազանգ է հնչեցվել, որ քարանձավները եւ այնտեղ բնակվող չղջիկները գտնվում են ոչնչացման սպառնալիքի տակ։ Դրա գլխավոր պատճառներից մեկը զբոսաշրջիկներն են։ Շատերը պարզապես չգիտեն, թե ինչպես պետք է իրենց պահեն քարանձավի ներսում, որպեսզի չվնասեն բնության հուշարձանը։ Հաճախ քարանձավները զվարճանքի վայրի են վերածվում, ոմանք էլ ձեռքի մի շարժումով պոկում են հազարավոր տարիներով առաջացած կրաքարերը վաճառքի կամ պարզապես որպես հուշ պահելու համար։ Մի խոսքով խնդիրները շատ են։ Մի մաս նաև վանդալություն արեցին, մի մասը չիմանալով ոնց պահեն, վնաս տվեցին քարանձավներին։ Ու բացի այդ մի հատ էլ մեծ խնդիր ունի, քանի որ Մոզովի քարանձավ ինքը բնական մուտք չի ունեցել, մարդկային գործունեության հետևանքով առաստաղը բլվել է ու մուտք է բացվել, հա։ Իր խոնավությունը շատ մեծ անցք է, ուղղակի նկարում մի մասն է ցույց տված, դուրս է գալիս այդտեղից։ Հետևաբար փոշիաներ թափանցում, հետևաբար կաթոսներն են թուլանում, հետևաբար քարանձավը վնաս է կրում։ Միկրոկլիման խաթարվում է, հա։ Մենք կոնկրետ թռչկա նախաձեռնության անունից որոշել ենք գումար հավաքագրենք ու մեզ մոտ համոզված են, որ դա կստացվի, որովհետև մենք միասին ենք ու մենք ուզում ենք ու կանենք անպայման, որպեսզի հնարավորինս փակենք քարանձավի մուտքը այն քիչ թե շատ փրկելու համար։ Եվ էլի ստիպված ենք խոսել Վանաձոր Ալավերդի ճանապարհի մասին, այն պարզ պատճառով, որ այնտեղ քարաթափման վտանգը պահպանվում է։ Այս անգամ իրադրությանը տեղում ծանոթանալու համար Լոռու մարզ է մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության մասնագիտական խումբը։
M6 միջպետական մայրուղու Ալավերդու ճանապարհահատվածի վրա կախված ժայռաբեկորների անկման մասին բազմիցս ահազանգել են թե բնակիչները, թե մենք։ Տարիներ առաջ քարաթափման հետևանքով նաև զոհեր են եղել։ Խոշոր չափի քարաբեկորներն այսօր էլ շարունակում են ընկնել։ Առավել մեծ չափի հասնող ավելի քան 1 տոննա կշռող ժայռաբեկորն էլ ճաքել է եւ ուր որ է կընկնի։ Արտակարգ իրավիճակների նախարարի գլխավորությամբ շահագրգիռ կազմակերպությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչները լոռիում էին։ Միայն պայթեցման մեթոդ, ուրիշ մեթոդ հնարավոր չէ այստեղ կիրառել։ Հիմա նկարահանումներից հետո արդեն կնայենք, քննարկենք, տեսնենք մասամբ ենք դա անելու, մաս պետք է պայթեցի, թե ընդհանուրը։ Մի քանի օրից նոր պարզ կլինի։ Մենք կզեկուցենք վարչապետին։ Հենրիկ Քոչինյանը գերադասում է խոսել հետևանքների մասին։ Նրա խոսքով պայթեցման հետևանքով միջպետական ճանապարհը կփակվի։ Ավելի քան 1 տոննա կշռող ժայռաբեկորը սահելիս իր հետ կարող է տանել նաև այլ քարակտորներ։ Կարող է վնասել ոչ միայն ճանապարհը, այլև արհեստական պատնեշը։ Կարող է լինել մի քանի հազար կիլոմետր գնա, որը կարող է նաև դեպետի առաջը փակել, բայց քանի որ հիմա ջրի սակավ ժամանակ այդքան վտանգը շատ մեծ չի լինի, եթե հանկարծ գետի առաջը փակես, առաջ խնդիրը պետք է լինի գետի առաջը բացել, ճանապարհի, ասենք, մաքրման եւ այլ նախնական հաշվարկներ կատարվել է 30-35 միլիոն դրամի չափ է, պայթեցման աշխատանքները Ես մի 10-20-25 Գումարի չափը կախված է նրանից, թե ինչ պայթուցիկ նյութ է պետք եւ ինչ չափաբաժնով։ Ծայրահեղ դեպքում, եթե ճանապարհը չգործի 1 շաբաթ, նրան կփոխարինի Դսեղ Մարցի Խաչմերուկ Թումանյան քաղաք ճանապարհը, որի միջև Դսեղ ճանապարհահատվածը Քոչինյանի խոսքով լավ վիճակում է գտնվում, սակայն Դսեղից մինչև Մարցի Խաչմերուկ մոտ 5 կիլոմետր հատվածն անմխիթար վիճակում է։ Եթե հատկացվելիք գումարը ների, այն եւս կբարեկարգեն։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրютյան, Ֆորտունա լոռու մարզային հեռուստաընկերություն, Հորիզոնի համար։ Եվ սպորտի մասին մեկնարկեց Լոնդոնում շախմատի գերմրցաշարի 6-րդ տուրը, այսօր միմյանց հետ են մրցում Հայաստանի եւ Անգլիայի ուժեղագույն շախմատիստները, Վարդան Թադևոսյանն է ստուդիայում, Վարդան, ինչպես ավարտվեցին հանդիպումները, եթե ավարտվել են։ Արմեն, բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են, բոլորն էլ ոչ ոքի, բոլորն էլ շատ արագ, 34-րդ քալին Արոնյանը խաղում էր սևերով, նա ոչ ոքի խաղաց Ադամսի հետ, 6 տուրից հետո Նակամուրան ունի 11 միավոր, Կարսենը Մկշեյնը Կրամնիկը 9, Արոնյանն ու Անանդը 6, Շորտը 4, Ադամսը Շորտը եւ Ադամսը 4, Հոելը ունի 3 միավոր։ Սպորտի գործընկեր Բոմոնդ, միշտ մի փոքր ավելին։ Տոկիոյում ընթացող ջյուդոյի մեծ սաղավարտի մրցաշարում անհաջող են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչները 66 կիլոգրամ քաշային Արմեն Նազարյանն ու 60 կիլոգրամ քաշային Հովհաննես Դավթյանը չեն կարողացել մտնել նույնիսկ լավագույն ութնյակ, իսկ կանանց պայքարում անհաջող է ելույթ ունեցել 48 կիլոգրամ քաշային Գայանե Հարությունյանը։ Ավելացնենք, որ Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը ներկայումս բարձր վարկանիշ ունեն եւ գործնականում ապահովել են իրենց տեղը 2012-ի համառային օլիմպիական խաղերում։ Ինչպես տեղեկացում է Armsport.am-ը, հայտնի հայ ազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաևին առաջիկայում Ջորկաևը կարող է դառնալ Մոնակոյի մարզական տնօրենը, այս տեղեկությունը հաստատել է նրա եղբայրը Դոնի Ջորկաևը։ Վերջինս նշել է, որ հնարավոր է արդեն այս շաբաթ պայմանագիր ստորագրվի։ Ներկայումս հստակ ոչինչ ասել չեմ կարող, միայն կնշեմ, որ բանակցություններ են ընթանում երկու կողմերի միջև եւ ամենայն հավանականությամբ այս շաբաթ արդեն պայմանագիրը կստորագրվի։ Գերմանիայի հավաքականի եւ Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Մարիո Գետցեն ճանաչվել է 2011 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է Տոտո Սպորտը, վերջինս հանդիսանում է նաեւ մրցանակաբաշխության կազմակերպիչը։ Golden Boy մրցանակին հավակնում էին մինչև 21 տարեկան 40 ֆուտբոլիստներ, որոնցից ընտրվել են 3-ը։ Գետցեին հաջորդել է Բարսելոնայի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Լիլի ֆուտբոլիստ Ադեն Ազարը։ Նշենք, որ այս մրցանակը շնորհվում է 2003 թվականից, մինչ այս նրան արժանացել են Լիոնել Մեսին, Սեսկ Ֆաբրեգասը, Սերխիո Ագուերոն եւ այլ հայտնի ֆուտբոլիստներ։ Իռլանդիայի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ իտալացի Ջովանի Տրապատոնին։ Նախորդ անգամ Իռլանդիայում ֆուտբոլային մասնագետը տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել 2001-ին։ Միք Մքարթի գլխավորությամբ Իռլանդիայի հավաքականը նվաճել էր 2002-ի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Այս տարի Տրապատոնի գլխավորությամբ ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականը նվաճեց Եվրո 2012-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Անցումային հանդիպումներում ընդհանուր 5-1 հաշվով հաղթելով Էստոնիայի հավաքականին։ Այսօր Երևանում տեղի ունեցել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր ասամբլեայի նիստը, որը վարել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Նիստի ընթացքում ամփոփվել են համահայկական 5-րդ խաղերը։
Կոմիտեի նախագահի գնահատմամբ խաղերն անցել են բարձր մակարդակով եւ առանց միջադեպերի, ինչը կազմակերպիչներին նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների լավ աշխատանքի արդյունք է։ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ համահայկական 5-րդ խաղերին առաջին անգամ մասնակցել է աշխարհի 125 քաղաքներից ժամանած 3244 մարզիկ մարզուի։ Ասամբլեայի ժամանակ Իշխան Զաքարյանը ներկայացրել է համահայկական 5-րդ խաղերի ֆինանսական հաշվետվությունը։ Նրա խոսքով խաղերի անցկացման համար բյուջեն կազմել է 206 միլիոն դրամ, որից 80 միլիոնը հատկացվել է պետական բյուջեից, 126 միլիոն դրամը տրամադրել են հովանավորները։ Կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաև, որ խաղերի համար ծախսվել է 145 միլիոն դրամ, որից 31 միլիոնը պետբյուջեի տրամադրած 80 միլիոնից։ 45 միլիոն դրամը վերադարձվել է պետական գանձարան։ Հովանավորներից ստացված գումարից 20 միլիոն դրամը նույնպես պահպանվել է եւ կօգտագործվի համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետագա աշխատանքների համար։ Ասամբլեայի օրակարգային հաջորդ հարցերն են համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի եւ Գործկոմի կազմի ընտրությունը եւ կանոնադրությունում լրացումներն ու փոփոխությունները։ Կոմիտեի նախագահ է ընտրվել Իշխան Զաքարյանը, փոխնախագահներ Ալբերտ Բոյաջյանը եւ Ստեփան Դերբեդրոսյանը։ Կոմիտեի գլխավոր քարտուղար է ընտրվել Բագրատ Բուրնազյանը։ Նիստում քննարկվել է նաև համահայկական խաղերի ծրագրում ձմեռային մարզաձևերի ընդգրկելու հարցը։ Այն արժանացել է Գործկոմի հավանությանը։ Գործկոմի հաջորդ նիստը կկայանա 2012-ի մայիսին Վիեննայում։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր ասամբլեայի նիստում կոմիտեի նախագահ ստեղծագործական խմբի անդամներին համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման աշխատանքներին ներգրավված Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին հանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալագրեր։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Կանադայի Հրաշտեր Սարգսյանը հանրապետության նախագահի կողմից ստացել է Հայաստանի քաղաքացու անձնագիր։ Առաջին օրեն 1997 համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդրանիկ որպես ժողով մինչև օրս գբերեմ իմ ներդրումս սպորտի միջոցառումով Հայաստանի մեր զարգացման եւ ուրեմն այս անցակերը, որ ստացած եմ, հավանաբար իմ բերած նվազագույն 10 տարվա ներդրումից համար համաշխարհային կոմիտեի աշխատանքներին։ Հայաստանը առանց Սփյուռքի եւ Սփյուռքը առանց Հայաստանի ուղղակի չեն կարող գոյատևել։ Դա մի մարմին է, մի օղակ է, որից դուրս ոչինչ պատկերացնել չի կարելի։ Եվ այս առումով համահայկական խաղերը եւ այն գործը, որ անում են համահայկական խաղերի մեջ ընդգրկված ցանկացած կառույցի ներկայացուցիչ կամ ղեկավար, ուղղակի անգնահատելի։ Վարդան Թադևոսյան, Էդուարդ Մինասյան, Հորիզոն։ Արմեն, եւ ուզում եմ վերջում մի այսպիսի տեղեկություն հաղորդել Կիրակի օրը տեղի ունենալու իսպանական սուպեր կլասիկոն Ռեալ Բարսելոնա, այն ոչ միայն Իսպանիայում է քննարկում, այլև աշխարհի բոլոր ցակերում, մասնավորապես Անգոլայում տխուր միջադեպ եղել, բայց ուզում եմ հեռուստադիտողներին տեղեկացնել, Անգոլայում 17-ամյա դեռահաս որդին 2 անգամ կրակել է հոր վրա, վեճ է եղել է ֆուտբոլի հետ կապված եւ սպանել է հորը։ Ափսոս, որ այս տխուր նոտայով ենք ավարտում, բայց սպասեք Կիրակի օրվան, այսպես ավարտվեց աշխատանքային շաբաթը, ձեզ մաղթում ենք ուրախ շաբաթավերջ, weekend եւ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։